Բարեօր սիրելի ունկնդիրներ, հենման կետում այսօր Հովսեփ Խորշիդյանն է։ Կարծում եմ երկար բարակ ներկայացնելու որևէ պատճառ ոչ դուք, ոչ ես չունեմ։ Բարի գալուստ, պարոն Խորշիդյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերը։ Սիրով։ Իհարկե բազմազան թեմաներ կան խոսելու, մանավանդ մեր նախորդ հանդիպումից հետո համարյա թե աշխարհացունց իրադարձություններ են տեղի ունեցել։ Բայց ես ուզում եմ մենք այնուամենայնիվ սկսենք J.D. Vance-ի այցից Հայաստանի Հանրապետություն եւ Ադրբեջան։ Ձեր գնահատականով իրոք Vance-ի այցը համենայն դեպս այնպես ինչպես անոնսել էր Տրամպը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը իր հայտնի թվիթում, արդյոք իրոք կդառնա, ասենք, կիսահաղորդիչների ինչ-որ ձեռնարկության, թե ինչի հիմնարկեքի, այդ տրիպի գաղափարական դաշտի, տրիպի կառուցողական դաշտի սկիզբ, նաև Ադրբեջանին զրահաբաճկոններ ու ինչպես Տրամպն էր ասել, նավակների փոխանցման դաշտ, թեկուզ Made in USA մակագրությամբ դրանով Ադրբեջանը կբավարարվի։ Դե ֆակտո մենք մտնում ենք տրիպի իրականացման գործնական դաշտ, բայց պատրաստ է Հայաստանի Հանրապետության ամեն ինչ հավասարակշռող իշխանությունը այդ գործնական դաշտին։ Վերջապես մենք այստեղ կունենանք, ասենք, համաձայնագրի ստորագրում առ այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունում կառուցում է մեր երկրորդ ԱԵԿ։ Սկսենք նրանից, որ ամեն մեկին ըստ կարողությունների է բաշխում, այսինքն կարողությունները ես նկատի ունեմ նախ առաջ տնտեսական կարողությունները, շատ փիլիսոփայական սկիզբ էր, համարյա մարքսիստական, չէ՞, կամ կոմունիստական, որ ասում են ամեն մեկից ըստ կարողությունների, ամեն մեկին ըստ աշխատանքի, չէ, բայց այս դեպքում ամեն մեկին ոչ թե ըստ աշխատանքի, այլ ըստ կարողությունների, որտեվ ժողովրդավարության չափանիշները, շուկայական տնտեսության չափանիշները այստեղ էական դեր են խաղում, թե ում ինչ է տրվում։ Պատահական չէ, որ Հայաստանի հետ կնքվել են պայմանագրեր, հատկապես բարձր տեխնոլոգիական ոլորտի, միջուկային համագործակցության, նաև ճանապարհային լոգիստիկ հարցեր լուծելու, որը որ հատկապես առաջին երկուսը բարձր տեխնոլոգիական ոլորտին են վերաբերում եւ դա չէր կարող տրվել որևէ ավտոկրատ երկրի։ Որտեղ դա միշտ վտանգ է իր մեջ պարունակում, Ադրբեջան-Չինաստանի հետ սերտ համագործակցություն եւ այլն եւ փաստ չի, թե իրադարձության փոփոխության հետ կապված աշխարհաքաղաքական ինքը կարող է հանկարծ հայտնվել, բայց չի որ չի հայտնվի Ռուսաստան, Չինաստան ինչ որ այդպես դաշինքներում, Հայաստանի դեպքում ավելի ապահովագրված է արևմուտքի տեսակետից, որտեղ նախ տենդենսները Հայաստանի դեպի Եվրոպա գնալու Եվրոմիության անդամակցության մասին օրենքը, որ արդեն կարմիր գիծ է ըստ էության հատել եւ այդ առումով ետդարձի ճանապարհ կարծես չի թողել եւ ուղենիշը հստակ է եւ երկրորդը ամեն դեպքում մենք ժողովրդավարական երկիր ենք շուկայական տնտեսությունով միջազգային դատական մարմինները կարողանում են Հայաստանում իրենց վճիռները կայացնել, դա վճիռները անցնում են, հատկապես մարդու եվրոպական դատարանի վճիռները եւ նաեւ հիմա արդեն միջազգային քրեական դատարանի, երբ որ մենք Հռոմի ստատուտը ստորագրեցինք, այդ ամեն ինչը խիստ կարեւոր են նման կարգի տեխնոլոգիաները փոխանցելուց։ Ադրբեջանը մնում է ավտոկրատիա եւ իրեն տալիս են այն զենքը, որ ինքը կարող է օգտագործել Ռուսաստանից եւ Իրանից, այսինքն ավելի վտանգավոր ավտոկրատիաներից, տվյալ դեպքում դիկտատուրաներից պաշտպանվելու համար, պաշտպանվելու եւ նաեւ պաշտպանելու նույն այս տրիպը եւ տրիպի շարունակությունը դեպի Սևծով, Կասպիցով եւ այնտեղից Միջին Ասիա։ Սա է տարբերությունը, թե մոտեցումների Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ, իսկ ինչ վերաբերում է ձեր նշած հնարավորություններին, չի բացառվում, որ ինչ-որ բաներ նաեւ ստորագրվի Հայաստանում, թե ճանապարհների հիմնարկեքի կամ աշխատանքների սկիզբը, երկաթգծի հատկապես։ Խորհրդանշական աղյուսի չի բացառվում, բայց չեն կարող ասել, որտեղ չկա նման տեղեկություն, նույնը վերաբերում է կիսահաղորդիչներին, բայց այստեղ կարևորը ավելի շատ ենթակառույցներն են կիսահաղորդիչների դեպքում, այսինքն այնպիսի օրենսդրական միջավայրը, իրավական միջավայրը, որը որ հնարավորություն կտա մեր ունեցած պոտենցիալը, որը անհամեմատ ավելի բարձր է, քան Ադրբեջանինը, որտեղ բարձր տեխնոլոգիաներ, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաները այստեղ շատ զարգացած են, հնարավորություն կտա այդ կիսահաղորդիչների արտադրությունը սկսել։
Եվ այստեղ մենք ունենք լրջագույն խնդիրներ, հերիք չի, ԵԱՏՄ-ն խորացնում է այդ խնդիրները, օգտվելով նրանից, որ Հայաստանը ստիպված է միանալ ԵԱՏՄ-ի կարգավորումներին եւ ենթարկվել այդ կարգավորումներին եւ մյուս կողմից ինքը արդեն կտրված լինելով որևէ կիսահաղորդիչների հետ կապված տեխնոլոգիա կամ արտադրանք կամ պլատաներ արտահանելու հնարավորությունից Ռուսաստանը այնպիսի դաժան կարգավորումներ են մտցրել նաև պետությունների համար ԵԱՏՄ-ի միջոցով, որ խոչընդոտի այդ ոլորտների զարգացմանը իր հարևան երկրների մեջ, այսինքն այն երկրներ, որոնք ԵԱՏՄ-ի անդամ են։ Դա եւս մեկ փաստարկ է, թե ինչի մենք պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք եւ մի քանի այդպիսի փաստարկ եւս եւ ամբողջությամբ կգերակշռի արդեն մեր փաստարկները, որ առաջ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալ, ի հակակշիռ նրանց, որ ասում են դե մի քիչ ոտներս կախկցենք, տեսնենք ինչ է լինում, գոնե մաքսիմալ օգտվենք, քանի չեն խանգարում, զուգահեռաբար կարողություններ զարգացնենք արևմուտքի հետ առևտրի, լոգիստիկ շղթաների, մեր որակի ապրանքների, նոր երբ որ ավելի պատրաստ լինենք, այդ հասկանալի բանական փաստարկներ են։ Մենք 8 տարի ունեինք պատրաստվելու։ Դե չեն արել, բայց չի նշանակում, որ չեն արել, ուրեմն պետք է այդ փաստարկները անտեսենք մենք հիմա։ Պետք է քննադատել, որ չեն արել, բայց պետք է հաշվի նստել իրողությունների հետ, որ փաստ է, որ այսօր մեր ապրանքները դեռ այդքան մրցունակ չեն եվրոպական շուկայում, այլ չասած, որ շատ բաներ, սերտիֆիկացիաներ կարող է չանցնեն։ Բայց միաժամանակ, եթե խոչընդոտները ավելի գերակշռելու են, ԵԱՏՄ-ի առևտրի խոչընդոտներ, իսկ դա, ինչպես նշեցի, դա նոր այն կարգավորումներն են, որոնք մեր արտահանումը հատկապես պլատաների օրինակ եւ բարձր որոշ տեխնոլոգիական որոշ ապրանքատեսակների արտահանումը խոչընդոտում են։ Երկրորդը դա այն մաքսային մուտքերն են, որը Հայաստանը շատ ավելի մեծ ծավալով տալիս է Ռուսաստանին ու ԵԱՏՄ-ին, քան ստանում է, այսինքն ընդհանուր կասա ավելի շատ է մուծում, մեկ շնչի ընկնով իհարկե հաշվարկով երբ որ վերցնում են, քան ստանում է $300 միլիոն մասն է խոսքը, դա հսկայական ահռելի թիվ է, այսինքն գումարներ, որոնք որ շատ մեծ ներդրում կարող են լինել մեր տնտեսության մեջ։ Այդ ամեն ինչը եթե հաշվի առնենք եւ մի քանի այլ բաներ նաեւ, որը կապված է նաեւ առևտրի, մեր ապրանքների որակի ցածր մակարդակին վրա մնալու, որովհետեւ մենք ԵԱՏՄ-ի հետ առևտուր անելով մեր բիզնեսները այդպես շահագրգռված չեն առանձնապես, որ ներդրում անեն, որ ավելի բարձր որակի ապրանք արտադրեն եւ հետո արտահանեն նաեւ ավելի մեծ շահույթ ստանան, բայց այդ բարձր որակից միջև մեծ շահույթը որոշ ժամանակ է գնում, որոշ ռեսուրս, ջանքեր են պահանջում, որը կոմֆորտ գոտուց չեն ուզում դուրս գան մեր որոշ հիմնական մեր գործարները, չեմ էլ մեղադրում, պետությունը պետք է խթանի, խրախուսի եւ երբեմն նաեւ ստիպի եւ հանի կոմֆորտ գոտուց, որովհետեւ այսօր կարող է այդ մարդուն թվա թե դե յոլա են գնում էլի, քանի ծախվում է, ծախենք այդ ապրանքը Ռուսաստան, բայց երբ որ կտրուկ դա փակվի, դու էլ ես կոլապսի մեջ հայտնվելու։ Ավելի լավ է հիմիկվանից միասին մտածենք նրա մասին, ոնց քո ապրանքը ավելի որակյալ լինի, որ Եվրոպա կարողանանք վաճառել եւ ոչ միայն Եվրոպա, նաեւ հարավային երկրներ մոտիկ է ավելի, քան Եվրոպան շատ երկրներ մեզ, հա, Իրաք են վաճառում, լոգիստիկա կա։ Այո, եւ հիմա նաեւ այն հույսերը, որ Թուրքիայի հետ սահմանները բացվելուց հետո մենք ավելի այսպես հասու կլինենք եվրոպական շուկային, նաեւ գուցե թուրքական շուկային, ինչքան էլ այն պրոտեկցիոնիստական է, բայց ես չեմ բացառում, որ որոշ սեգմենտներ մենք կարող ենք գտնել Թուրքիայում, որը որ կարողանանք զբաղեցնել, հա, թեկուզ մեր փոքր ծավալներով արտադրանքի։ Այդ ամեն ինչը որոշակի ջանքեր, ռեսուրսներ, խնամք է պահանջում, մշակույթ է պահանջում, տնտեսական մշակույթ տվյալ դեպքում, բայց նաև իհարկե քաղաքական կամք է պահանջում։ Այ հենց դա է ուզում հարցնել, տեսեք, դուք ասում եք ձեռներեցների համար կոմֆորտ զոնա է, հնարավորինս քիչ ծախսերով, հնարավորինս իրենց ոչ այնքան բարձրորակ ապրանքները այնուամենայնիվ կարողանալ սպառման շուկաներ անել։ Պետությունը ինչի չի ուզում այդ սպառման իր համար կոմֆորտ զոնայից դուրս գալ։ Ինչու ջանքեր չեն գործադրվում այնուամենայնիվ։ Բնական է պետությունը չի կարող ասենք կոնկրետ աշխատատեղ ստեղծել կամ որևէ մեկի գործը վերցնել, ստանձնել ինքը անել, բայց հնարավոր է պայմաններ ստեղծել։ Հնարավոր է թե մարդկանց տանել ուսուցանելու, ոնց անել, ինչ անել, հնարավոր է դյուրինացնել լոգիստիկան։ Այստեղ կա պետության այնուամենայնիվ կարգավորիչ դերի անհրաժեշտությունը, ինչպես այդ ճանապարհը անցել են բոլոր նախորդ պետությունները հետ խորհրդային տարածքի ու շատ հրաշալի է Մերձբալտիկայի փորձը։
Բայց մենք չգիտես ինչի այդ ամեն ինչի մասին չենք մտածում, մենք չենք ուզում տնտեսության կառուցվածք փոխել։ Մենք մտածում ենք, որ այո, ինչպես դուք արդարացիորեն նշեցիք, հնարավորինս ձգենք, դե եթե այս պայմանները կա, այս էլ Եվրամիությունը ոնց որ կտրուկ չի առարկում, Ռուսաստանի Դաշնությունից անընդհատ ինչ-որ տարատեսակ Լավրով, Վերչուկ, Զախարովը ինչ-որ հիշեցումներ են անում, բայց դե իրենց ձեռքին էլ ասենք հիմա չկան այնպիսի խիստ միջոցներ, որ չէ, որևէ պարագայում այլևս Եվրամիությունից հենց այսօր դուրս եկեք չեն ասում, արդյոք այս տարտղնված վիճակը չի ուղղվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեմ։ Կոնկրետ քաղաքացու դեմ, որը կորցնում է առաջինը աշխատատեղ, երկրորդը բարեկեցություն եւ երրորդը զարգացում պետության մակարդակով, պարզապես պետության մակարդակով զարգացում։ Եվ արդյոք այս ամեն ինչը չի դառնալու են բումերանգը, ժամանակի բումերանգը, ամենադաժան, ամենախիստ հաշվեհարդար տեսնող բումերանգը, ժամանակի կորուստի։ Այն որ կոմֆորտ գոտուց դժվար է դուրս գալ ոչ միայն բիզնեսմեններին, այլ նաև չինովնիկներին, պաշտոնյաներին, դա փաստ է, բայց այստեղ նաև ավելանում է սաբոտաժի էլեմենտը։ Այդ սաբոտաժ էլեմենտը վաղուց կա հայկական պետական Հայաստանի պետական համակարգում, դրա մասին խոսել է նույնիսկ վարչապետը, պետական համակարգը դիմադրում է ռեֆորմներին։ Այդ դիմադրությունը կապված է կառավարության ներդրում մի քանի անգամ այդ մասին ելույթներ եղել են։ Այդ դիմադրությունը կապված է ոչ միայն կարողությունների պակասի եւ նաեւ մոտիվացիայի պակասի հետ, այլ ուղղակի աշխատելու մոտիվացիա, որտեղ ռեֆորմները լուրջ աշխատանք են պահանջում, ծանր աշխատանք, տքնաջան երբեմն աշխատանք, իսկ շատ չինովնիկներ, որոնք այդպես էլ մնացել են իրենց տեղերում դեռ Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի դրած մարդիկ, այն ժամանակ աշխատանքի ընդունված կամ այսպես ասենք, անձամբ նրանք չեն նշանակել, բայց իրենց համակարգն է նշանակել այդ մարդկանց, նրանց մեծ մասը դեռ տեղում է, միջին ստորին օղակներում այդ մարդիկ են։ Եվ այդ մարդկանց մեջ եթե նույնիսկ կան հայրենասեր, աշխատասեր մարդիկ, որ իրոք մեծ լումա ունեն մեր պետականության կայացման գործում, բայց մի զգալի մասն էլ անբանների հավաքածու է, որոնք որ նաև խոչընդոտում են նորմալ կադրերի ներթափանցմանը իրենց միջավայր եւ ամեն ինչ անում են, որ նույնիսկ եթե այդպիսի կադր մրցույթով կամ ինչ-որ ձևով նշանակվել է, ընդունվել է աշխատանքի, չդիմանա, եթե ուղղակի չկարողանա աշխատի իրենց հետ թողնի գնա, մենք բազմաթիվ այդպիսի դեպքեր գիտենք, համակարգը ոնց է դուրս մղում որակյալ հայրենասեր կադրերին ուղղակի, սաբոտաժ ելքան տեսակ է լինում։ Եվ ել չեմ խոսում ռուսական հետքի մասին, գործակալական ցանց, կներեք, հազարավոր կագեբեշնիկներ են ունեցել, այդ մեկի անունը ընդամենը տվեցին, որ ասում են նեղ մաջարին ստիպված այդ մեկի անունը էլ ճաշ չկար, պետք էր այդ մեկին լյուստրացիա անել, բայց այն հազարավորները, որոնք որ իրենց տեղերում Հայաստանում սաբոտաժ են անում, ամեն մեկը իր հանձնարարությունը ստանում է, թե ոնց անի, որ մեր պետականություն չկայանա, թուլանա, տապալվի ինչ-որ ոլորտներ, ինչ-որ ռեֆորմներ, այդ ամեն ինչը աշխատում են, առանց դրանց լյուստրացիայի, դրանցից մաքրելու համակարգը շատ բարդ է լինելու եւ էլ չենք խոսում նրա մասին, որ այդպիսի մարդիկ կամ մոտիվացիա չունեցող, կարողություն չունեցող մարդիկ ամենաբարձր մակարդակում կան երբեմն, որոնք որ ուղղակի խոչընդոտում են այդ ռեֆորմների իրականացմանը, էլ չեմ խոսում կոռուպցիան էլ իր հերթին։ Հենց չի որ մենք լրիվ ձերբազատվել ենք կոռուպցիայից ցավոք սրտի, հատկապես միջին եւ ստորին օղակներում, բայց որոշ դեպքերում նաեւ բարձր օղակներում մենք տեսնում ենք այդ կոռուպցիոն դրսևորումները, իսկ դա տեղով աղետ է։ Կոռուպցիան ռեֆորմների թիվ 1 թշնամին է եւ պետության թիվ 1 թշնամին է, որտեղ կոռուպցիան բերում է անարդյունավետ կառավարմանը ռեսուրսների, եթե դու ինչ-որ մի բան ունես, եթե արդյունավետ հետ աշխատես, ինչ-որ ռեսուրս ունես, աշխատես, դա կրկնապատկվում, հիրապատկվում է, պետությունը հզորանում, հարստանում է, կոռուպցիոները մտածում են ոչ թե դա կրկնապատկել, հիրապատկելու մասին, այլ դա գողանալու իր գրպանը մտցնելու մասին։ Հա, հենց այն բաների մասին է, դա թուղթ գողացող աղվեսի մասին է բառից բուն իմաստով կամ ցորենի սերմ գողացող մկան մասին։ Այդ կոռուպցիան շատ դասական մեր գրողները, մեր մշակութաբան տվել են այդ դասական ձևակերպումը կոռուպցիա է։ Պարզ մարդկային լեզվով հասկանալի։ Եթե դու ունես տեղեր, պահեստներ, որտեղ պահեստապետները գողեր են, որ եթե դու ունես, ասենք, ինչ-որ գոմ, որտեղ պահապանը գայլն է, ասենք այդ գոմի, պարզ է, այդ կոռուպցիան հենց դա է, որտեղ դու հույս չես կարող ունենալ, որտեղ ինչ-որ բան զարգանալու է, ավելանալու է եւ արդյունքում նաեւ պետությունը ընդհանուր առմամբ
զարգանալու է նաև շնորհիվ դրա, հա։ Զարգանում է մեր պետությունը, բայց եթե այդ ամեն ինչը չլիներ, ինչ որ ես նշեցի։ Տեմպերը կրկնապատիկ ավելին կլինեն, որտեղ մեր պոտենցիալը շատ մեծ է։ Մեր ուրեմն հնարավորությունները նաև կապերը, իսկ հիմա նաև ավելացող լոգիստիկ հնարավորությունները եւ հատկապես այս մեծ հետաքրքրությունը, որ կա Միացյալ Նահանգների կողմից, եթե մենք այս միջավայրով, այս բյուրոկրատիայով, հա, բյուրոկրատիա նկատի ունեմ բացական կոնոտացիայով, այս չինովնիկական պաշտոնյաների խավով պետք է դիմավորենք, դրա արդյունավետությունը շատ ցածր է լինելու։ Հա, ես միշտ իհարկե ասել եմ, որ Եվրամիության անդամակցությունը մեզ կբերի նրան, որ վատ լավ ինչ պաշտոնյաներ ունենք, այսպես ականջներից քաշելով էլ Եվրոմիությունը բոլոր այդ երկրները, ովքեր դարձել են Եվրոմիության, մի րոպե ավարտեմ միտքս, բոլոր այն երկրները, որոնք որ դարձել են Եվրոմիության անդամ, իրենց զորով այսպես ականջներից քաշած տարե հասել են այդ ստանդարտներին, ուզած-չուզած Հայաստանն էլ եթե դառնա անդամ կամ նույնիսկ այդ ճանապարհին, դրան այդ մակարդակի բերելու հասցնելու են, բայց լավ բա մենք ինքներս մեզանից ինչ որ բան ներկայացնելու ենք, թե ուղղակի առաջի դասարանցի երեխու պես մեզ պետք է քաշտան տանեն հասցնեն 10-րդ դասարան։ Դուք տելեպաթի ունակություններ ունեք հաստատ, որովհետև կանխեցիք իմ հարցը։ Ես ուզում էի հարցնել ձեզ, տեսեք, Եվրամիությունը այդքան հնարավորություններ է տալիս թե տնտեսության զարգացման, թե կիբերանվտանգության։ Մենք գնում ենք այդ ծրագրերի հետևից։ Մենք հռչակում ենք, որ գնում ենք այդ ծրագրերի հետևից։ Մենք ասացինք, որ ընդունեցինք օրենքը։ Այլևս անդառնալու է, ասենք, մենք հետ չենք դառնալու, մենք գնալու ենք դեպի Եվրամիություն եւ այլ եւ շատ լավ հրաշալի է, որովհետեւ մեկը դրա դեմ չի կարող առարկություն ունենալ, բայց իրական գետնի վրա մենք ինչ ենք անում։ Օրինակ, երբ Եվրամիությունը որոշակի գումարը, ինչքան հիշում եմ, 15 թե 12 միլիոն եվրո է հատկացնում կիբերանվտանգության դեմ պայքարին, Հայաստանի Հանրապետությունում Կրեմլի վկաների աղանդը դա դարձնում է Արմագեդոն։ Բայց երբ Ռուսաստանն է 165 միլիոն դոլար հատկացնում, չգիտես ինչին, որևէ մեկը այդ մասին ինչ-որ կարծես չի աղմկում, համեստորեն բոլորը լռում են ու բոլորը ընդունում են, բա դե իհարկե ընտրություններ են գալիս ոնց, բա այդ գումարները հիմա չհատկացնեն, երբ են հատկացնելու, ընդ որում որևէ մեկը չի արձանագրում նաև այն փաստը, որ մենք գիտենք միայն այդ մեկ գումարի մասին, իսկ իրականում ինչքան նման գումարներ են հատկացվում եւ դեռ հատկացվելու եւ ինչի համար, ինչ նպատակով, արդյոք մենք այստեղ այս կոնկրետ այս հակադրության մեջ չենք դնում քաղաքացու անվտանգությունը, պետության անվտանգությունը, պետության ինքնիշխանությունը ու ապագան, պարզ հակադրության մեջ ընդամենը։ Իրականում Եվրոպան ի տարբերություն Ռուսաստանի շատ թափանցիկ է աշխատում եւ այն ինչ որ ինքը տրամադրում է հրապարակային է եւ բոլորը գիտեն նաեւ ինչի վրա է ծախսվելու եւ հետո ծրագրերին կարելի է հետեւել, ստուգել, տեսնել։ Դավադրապաշտական ամենայն դեպս ծրագրեր Հայաստանում չունի։ Չկա։ Ռուսաստանը իր բնույթին համապատասխան ամեն ինչ ստվերային է, ամեն ինչ գորշ սխեմաներով է արվում։ Եվ այո, այդ 165 միլիոնից թե որքանը պետք է Հայաստան գա, կապ չունի, որովհետև դա հռչակված թիվն է ընդհանրապես, բայց ինչքանը նույն Մոլդովայում հո չէին ասում 300 միլիոն, 400 միլիոն պետք է ծախսենք, բայց հետո հաշվարկ արեցին մասնագետները, որակյալ մասնագետները եւ նաեւ ֆինանսական հոսքերի կառավարման մասնագետները, տեսան, որ այդքանի մուտք է գործել Մոլդովա, հո դրա մասին Ռուսաստան չէր հռչակում։ Այդ 165 միլիոնի մեջ չկար այդ գումարները։ Այդ գումարները ստվերային օլիգարխներին տված նաև փողերն իդեպ հետարքիր բան, ես երբ որ հարցեցի Մոլդովացի իմ գործընկերներին, երբ որ հրավիրված էի Մոլդովայի անվտանգության ֆորումին, նոյեմբերին Կիշինյովում էի, այնտեղ հարցեցի, ասեցի, այդ փողերը Ռուսաստանն է տալիս, թե Ռուսաստան ստիպում է, որ ձեր միլիարդատեր օլիգարխները ծախսեն պրոռուսական այդ ծրագրերի եւ իշխանության գալով։ Ասեցին, չէ, ոչ մեկ իր փողերը այստեղ չի ծախսում, այդքան անկախ են, որ իրանք թքած ունեն, ոչ մեկ չի կարող իրենց վզին դնի, ասի պիտի ծախսես։ Ռուսաստանը հենց ռուսները այդ փողերը ուղարկում են այդ օլիգարխներին Մոսկվայից, Կրեմլից, այդ փողերը մի մասը իհարկե ծախսում են, մի մասը յուրացնում են, բայց ամեն դեպքում այդ սխեման էր գործում։ Հայաստանի դեպքում մի քիչ այլ է, որովհետև Հայաստանի դեպքում իրենք միշտ գործուղել են այստեղ այն մարդկանց, որոնց բռի մեջ պահել են, որոնց բիզնեսները իրենց մոտ է եղել եւ իրենք մի վայրկյանում կարող են ունեզրկել այդ մարդկանց։ Որոնք կառավարելի են։ Լավագույն դեպքում ունեզրկել այդ մարդկանց համար լավագույն դեպքում, այլ ոչ թե օրինակ վատագույն դեպքում, որ Լևոն Հայրապետյանի օրը գցեցին խեղճ մարդուն ու իրոք բարեգործ, իրոք նվիրյալ հայրենասերի, ազնիվ եւ
սպանեցին ուղղակի բերթում կոնկրետ գործանող մարդուն։ Հիմա մեր դեպքում ցավոք սրտի այդ առումով հնարավորությունները ավելի մեծ են, այսինքն մի կողմից Ռուսաստանը այլի փողերը կուղարկի, որի մասին արդեն հռչակում է փափուկ ուժի անվան տակ, մշակութային ազդեցության անվան տակ, եւ մի զգալի մասները կդնի այդ օլիգարխների իրենց ռուսական օլիգարխների հայկական ծագում ունեցող ռուսաստանյան օլիգարխների վզին եւ կասի դավայցի ծախսեք, ինչքան որ միլիարդներ Ռուսաստանում կուտակել եք, դրա այսքան մասը պետքա ծախսեք մեր խնդիրները լուծելու համար Հայաստանում, այսինքն նաև իդեմ ձեզ պետք է ձևավորեք իշխանություն կամ գոնե մտնեք ազգային ժողովը այնց մեծ ֆրակցիա, որ կարողանաք կազմալուծեք աշխատանք։ Կազմալուծեք, ուղղակի արգելակ հանդիսանաք Հայաստանի զարգացմանը, Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, բայց այդ ամեն ինչը բնականաբար այդ մարտիկ անում են Հայաստանի զարգացման լոզունգների ներքո։ Ժողովրդի անունից։ Այո, լոզունգները լսում ես, ուղղակի մտածում ես, այս ինչ բանը Վասյուկի կդառնա Հայաստանը հրաշալի 300,000 աշխատատեղերով, թոշակների բարձրացմամբ եւ իրենք էլ այսպես ճորտի պես անվճար կաշխատեն խեղճ ու կրակ այդ բիզնեսմենները։ Պարոն Խրշուդյան, դուք էլի հրաշալի անցում արեցիք իմ հաջորդ հարցին։ Տեսեք, գրանցվեց ուժեղ Հայաստան կուսակցություն։ Մոռանանք, որ ասենք Ռոբերտ Քոչարյանն էլ ասում էր դեպի ուժեղ Հայաստան, դերևս այս պարագայում կապը ոչ այնքան ուղղակի Ռոբերտ Քոչարյանի հետ է, որքան Պուտինի հետ է, որովհետև վերջին նախագահական ընտրություններում Պուտինի կարգախոսը ուժեղ նախագահ, ուժեղ Ռուսաստանն էր, շատ զուգահեռը ինքնին է, չէ՞, ծնվում։ Հիմա այս ուժեղ, շատ ուժեղ, գերպոպուլիստ, գերդեմագոգ, ոնց ուզում եք վերցրեք, ու խոշոր հաշվով սոփեստ կուսակցությունը արդեն իսկ ինչի վրա է հույսը դրել առաջիկա ընտրություններում, որ հայտարարում է ինքը մեծամասնությունը ունենալու խորհրդարանում։ Արդյոք հույսը դրել է մարդկանց շատ կարճլիկ հիշողության վրա։ Մենք մոռանում ենք, որ այս կուսակցության այնուամենայնիվ ակունքները բացարձակապես որևէ կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ։ Մենք մոռանում ենք կամ չենք նկատում, ասենք, որ իրենք գնում են Իվանիշվիլի 2 սխեմայով։ Այո, Սամվել Կարապետյանը չունի քաղաքացիություն, Սամվել Կարապետյանը չի կարող լինել առաջին համար կամ այդ կուսակցության ղեկավար կամ վարչապետ, ինքը կլինի այսպես պատվավոր վարչապետ Իվանիշվիլի դերում եւ արդեն այդ ուժեղ Հայաստանը, մեր վրացական երազանքը, մեր տարբերակում ուժեղ Հայաստանը կիրականացնի այն, ինչ պետք է Ռուսաստանին։ Մենք այդ չենք նկատում, էլի մենք դա չենք հասկանում։ Մենք չենք հասկանում, որ եթե ասենք հանկարծ ու հանկարծ այս կուսակցությունը, ինչպես դուք նշեցիք, հայտնվի խորհրդարանում, բնականաբար չլինելով մեծամասնություն, հնարավորինս խոչընդոտելու է Հայաստանի Հանրապետության զարգացման որևէ ծրագրի, որովհետև դա չի բխում Ռուսաստանի շահերից, որովհետև Ռուսաստանին պետք չէ խաղաղություն տարածաշրջանում միանշանակ, Ռուսաստանին պետք չէ ընդհանրապես, որ այս տրիպի ուղին գործի, Ռուսաստանի դեպքում, որովհետև Ռուսաստանը ասելիս Հայաստանում կարծես թե բնական ընդդիմություն է առաջանում Արցախի կորստից հետո, Ռուսաստանը փոխարինվում է ինչ-որ երևակայական Չինաստանով, թե որքանով երևակայական, որքանով իրական Չինաստանով, թեպետ բոլորի համար էլ հասկանալի է, թե չինական մոդելը, ասենք, եթե կիրառվում է որևէ երկրում, այդ ամբողջ պետությունն ինչպես է սնանկանում է, թերևս միայն դառնում Չինաստանի կցորդ։ Այո, թերևս դա միայն հայտնի չի, ասենք, Հարգարժան Կարապետյանների փաղանգին, չգիտեմ։ Մենք այս բոլորը չենք տեսնելու, մենք ընդհանրապես աչքներս փակելու ենք ու ասելու ենք արատավոր չեն, այս չեն, այն չեն, մեզ էլ փող են տալիս, օդից փող։ Փողը Ես խնդրում վերցնենք։ եմ մենք բառը մի օգտագործեք, որովհետև չի վերաբերում դա Հայաստանի բացարձակ մեծամասնություն, ես վստահ եմ։ Ես էլ վստահություն Այդ մարդիկ, ովքեր որ այտենց հեշտ տրվելու են այդ քարոշչությանը, իրենց գրպանները մի քանի 100,000 դրամ ավել գումարով մտցնելու, որը արդեն մտնում է, որը մի քանի ամիս է արդեն մտնում է։ Հաշտաբեր Եվ արդյոք դա աշխատակիցներին մի քանի 100,000 աշխատավարձ են տալիս եւ այլն։ Ну, արդեն հիմիկվանից ըստ էության նախընտրական արշավ են տանում, չնայած ընտրությունները դեռ չեն սկսվել։ Բայց դա անում են կուսակցաշինության, շարժում գեներացնելու, բարեգործության անվան տակ, հա, մեկ էլ բան են արել։ Նոր տարվա ամանորյա նվերներ են բաժանել աչուձախ։
Մի խոսքով շատ այդ առումով մտահոգ եմ, բայց մեր գործն էլ հենց դա է, որ բացատրենք մարդկանց, ներկայացնենք, լուսավորենք, որպեսզի թացը չորից կարողանան տարբերեն եւ չխափնվեն այն գառան դիմակ հակած կրեմլյան գայլերին, որոնք որ այստեղ ուզում են իշխանություն ձևավորել կամ իշխանությանը ազդեցիկ այնպիսի խմբավորումներ ունենան ազգային ժողովում, կուսակցություն եւ այլն, որ կարողանան բացասական իրենց դեստրուկտիվ ազդեցությունը Հայաստանի վրա անել Ռուսաստանի շահերը սպասարկելու համար։ Էլի եմ ասում գեղեցիկ լոզունգների տակ ոսկե սարեր խոստանալով։ Ես կարծում եմ, եթե ոչ իշխանություն, ամենայն դեպս հանրապետությունը գնում է իշխանություն դառնալուն, եթե ոչ իշխանություն, հնարավորինս հանրապետությունը պետք է ներկայացված լինի խորհրդարանում, որպեսզի առաջին հերթին կասեցնի իշխանության այս անհավասարակշիռ հավասարակշռումը, բալանսավորումը, որը որևէ կերպ չի նպաստում երկրի զարգացմանը եւ երկիրը երկկողմանի դարձնում է խոցելի, եւ վերջապես բերի տնտեսության կառուցվածքի փոփոխություն, բերի իրական զարգացման հնարավորություններ, վերադարձնի ժամանակը հանրապետություն, կուսակցությունը նկատի ունեմ, վերադարձնի այն ժամանակը, որ մենք կորցրեցինք տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Իրականում ես հույս ունեմ դեռ, որ ավելի լայն համախմբում կլինի, հանրապետությունն էլ մաս կկազմի այդ լայն համախմբման, որովհետև սա զուտ խորհրդարան մտնելու հարց չի այլևս։ Մեզ համար դա ընդհանրապես երբևէ խորհրդարան մտնել ինքնանպատակ չի եղել եւ դա հարց չի։ Սա գործ անելու իրավիճակ փոխելու կարիք կա։ Այն մարդկանց, ովքեր որ այս կամ այն պատճառով հիասթափվել են գործող իշխանությունից, բայց չեն ուզում Քոչարյանին ընտրել, նախկիններին ընտրել, այդ մարդկանց ազգային ժողով ձևավորելու հնարավորություն տալն է, այդ մարդկանց ընտրություններին գալու հիմք տալն է, իսկ դա կարող է լինել մենակ եւ միայն երբ որ իրենք տեսնեն իրական հավաքական այլընտրանք գործող իշխանությանը, ընդ որում այնպիսի այլընտրանք, որը որ իրենց իրոք հույսերի այսպես գեներացման տեղ կարող է դառնալ եւ իրականացման, որովհետեւ եթե իրենք մնան առանց այդ այլընտրանքի, իրենք ուղղակի չեն գա ընտրություններին, ով էլ կգնա կամ ինչ որ մերկանցիլ շահերից ելնելով նույն այդ Կարապետյաններին կընտրի, կամ կընտրի զուտ մտածելով, որ դե նրանք նախկինների հետ կապված չեն, ավելի ուժեղ են, քան մյուս այլընտրանքները եւ կարող են իրենք այլընտրանք հանդիսանան գործող իշխանությանը, մանավանդ գեղեցիկ խոստումներ են տալիս։ Այդ մարդկանց մենք պետք է հնարավորություն տանք ճիշտ ընտրություն կատարել եւ դրա համար իմ կարծիքով եւ դեռ ուշ չի իհարկե անկախ ամեն ինչից այդ համախմբման մեջ ով ավելի ծանրակշիռ է, ով պակաս ծանրակշիռ է, ով ինչ վաստակ ունի, ով ինչ սխալներ է արել, բայց հիմա այդ պահը չի, պետք է համախմբվել։ Ես կարծում եմ ընտրող բոլոր դեպքերում հնարավորություն ունի իր գնահատականը տալ քաղաքական բոլոր ուժերին, հանրապետությունը միշտ է համախմբող ուժ եղել, բայց բոլոր դեպքերում հանրապետությունը պետք է հաշվի առնի նաև քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը։ Քննարկումները մեզ մոտ դեռ շարունակվում են, մենք համագումարը առաջիկայում կունենանք համագումար ու համագումարում էլ կկայացնենք այդ որոշումը։ Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ գնում ենք ընտրությունների, շտաբի պետ ենք նշանակել, ձևավորում ենք շտաբները մարզերում։ Դա չի խանգարում։ Սովորական գործընթացի ընթացք է։ Ես 21 թիվը չկրկնվի, դա ուղղակի աղետ կլինի։ Ես կարծում եմ, որ 21 թվի ֆենոմենի մեջ հանրապետությունը որևէ մեղք չուներ։ 21 թվի ֆենոմենը հիմնականում բացատրվում էր այն վերջին օրվա հանրահավաքով, եւ շատերը որոշեցին, որ եթե Ռոբերտ Քոչարյանը այսպիսի հանրահավաք է անում, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը այս ծանր պարտությունից հետո խորհրդարանում էլ կորցնի իշխանությունը եւ գնանք ու ընտրենք Նիկոլ Փաշինյանին։ Ամենայն դեպս հավատացնում եմ ձեզ, այս 5 տարվա մեջ 100-ի չափ մարդ ինձ տարբեր առիթներով, փողոցներում հանդիպելով, քարոզարշավի ժամանակ այդ եկել ու ինձ ասել են այդ։ Գիտեք, բայց մենք ինչ էինք որոշել։ 21 թվին էլ չկար այն հիասթափությունը, այն ծավալնի հիասթափություն, ինչ որ կա այսօր իշխանություններից։ Այսօր շատ ավելի մեծ խավ կա, որը որ հիասթափված է իշխանություններից 21 թվականին այդ ֆորան տրվեց, հա, այդ կարտ բլանշը տվեց եւս մեկ անգամ, անկախ նրանից, որ
ուզում էին ընդդիմադիրները մեղքը բարթեին այդ պարտությունների հենց իշխանության վրա եւ իրենց մեղքը չէին կողմնորոշում, մեծ մասը չէր կողմնորոշում, ուզում էր հասկանալ վերջը ով էր հիմնական պատասխանատուն եւ մեղավորը, բայց հիմա բոլորն էլ ասում են դե հա լավ այդ ամեն ինչը հասկացանք, դրական կողմերը տեսնելով հանդերձ եւ դրա համար էլ կա մեծ էլեկտորատ, որը գործող իշխանության էլ ընտրելու է, որը որ դրական է գնահատում, թե խաղաղության գործընթացը եւ տնտեսական աճի այդ ամեն ինչը, բայց մի մեծ խավել կա, որ տեսնում է լրջագույն թերությունները եւ հիասթափված է այն ռեֆորմների այն տեմպից, որը որ մարդիկ մեծ հույս ունեն հեղափոխության ժամանակ, որ այդ տեմպը մեծ է լինելու եւ գոնե մի քանի տարվա մեջ այնպիսի քայլեր կարվեն, որոնք որ մեծ բարդ բան չէին, հա։ Սկսած վեթինգից օրինակ կներեք, հիմա չթվարկեմ, հա։ Վեթինգ, լուստրացիա, քաղաքական գնահատական նախկինների դատական ռեֆորմ, մաքրել դատական համակարգը այդ բաներից նախկինների դրածոներից, որ այսօր աղետ են դարձել ուղակի, հա, ամենայն հարգանքով են նորմալ դատավորների հանդեպ որ եւս կան, բայց տեսեք ինչ է կատարում, հատկապես վերաքննիչը, տեսեք վերաքննիչում քաղաքացիական գործերով անարդար որոշման հետևից sense չփչփալով խփում սարքում են ու այդ դժգոհություն է առաջացնում մարդկանց մոտ, հա։ Մեր ջահելներից մեկը հրաշալի ձևակերպում էր արել, ասում էր ոդկասթներից մեկում, ասում էր դատական համակարգը հիբրիդային պատերազմ է մղում պետության դեմ։ Այսօր կա երկու համակարգ, որոնք որ հեղափոխությունից հետո որևէ ռեֆորմի, իրական ռեֆորմի, ծավալուն, հա, արմատական ռեֆորմի չեն ենթարկվել, այսինքն կոսմետիկ ինչ որ բաներ դատական համակարգը հարվել է, օրենքները ընդունվել, շատ կոսմետիկ մի 10 երևի դատավոր է ազատվել, հա, աշխատանքից ԲԴԽ-ի կողմից, դա ամոթել է ասել, 10 հոգի էր, ուրեմն այդ խնդրեմը ամբողջ դատական համակարգի։ 5-ն են ընդամենը։ Չէ, 5 տարում։ Հա, 5 տարում ուզում եմ ասեմ, որ չէ, մի տասնյակի մոտ, հա, այդ այտենց, բայց այդ մի համակարգն է, դատական համակարգ, ընդ որ դատա իրավական Նաև այնտեղ պետք է հաշվի առնել քննչական մարմինները, որ էլի նույն քննիչները, որոնք որ Սերժ Սարգսյանի հրահանգով մարդկանց ուղակի արդար մարդկանց տանում են բերթերն են մտցնում, այսօր պաշտոնի բարձրացումներ են ստանում, դատախազներ կան այդպիսի եւ այլն, ու մարդիկ դա տեսնում են, ասում են ձեռ եք առնում, հա հասկացանք, որ ինչ որ դրական բաներ կա, բայց այս արատները խորացնելով դուք պետություն եք կառուցում։ Եվ երկրորդ համակարգը եկեղեցին է, որ ուշացումով 7 տարի ուշացումով վերջապես տեսան, որ ոսկորին հասավ իշխանությանը, նոր սկսեցին զբաղվել ռեֆորմներով, որ հեղափոխությունից հետո պետք էր աջակցել են շարժմանը եւ ուղղակի մաքրել եկեղեցին գործակալներից եւ ուրեմն նախկին կոռուպցիոներների օրթախներից, որոնք իրար հետ բիզնես էին անում։ Չարեցին, հիմա շատ ավելի դժվար է դա անել, նույնը շատ ավելի դժվար է դատական համակարգը հիմա ռեֆորմների ենթարկել։ Թերևս դուք ինձ հետ կհամաձայնեք, որ ամենայն դեպս այս ընթացքում մենք հաջողությունների ասել ենք, ակնհայտ հաջողությունների ասել ենք, բայց ավելի շատ ունենք կորցրած ժամանակ։ Եվ ես ուզում եմ ձեզ վերջին հարցը տալ, գուցե մի քիչ անսպասելի, բայց ինձ համար շատ կարևոր։ Դուք մի մարդ եք, որ թերևս 7-24 ռեժիմով անվերջ գնում է հարցազրույցների ու քննարկումների։ Եվ ինձ հետ կհամաձայնեք, որ սովորաբար այդ հարցազրույցներում ու քննարկումներում հարցերը ձևավորվում են օրվա լրահոսից ելնելով։ Մի քիչ օբյեկտիվ, մի քիչ սուբյեկտիվ, բայց օրվա լրահոսից ելնելով։ Արդյոք լրագրողները քաղաքական դաշտին չի խաղի ֆորա չի տալիս լրագրությունը այս պարագայում, որովհետև ոնց ուզում եք վերցրեք, այդ ամեն ինչը չի արտահայտում 100%-ով, նույնիսկ 50%-ով, չի արտահայտում պետության կենսական, պետության ժողովրդի կենսական օրակարգը։ Բազում հարցեր կան, որոնք մենք չենք բարձրացնում, որոնք մենք նույնիսկ չենք գիտակցում կամ գիտակցում ենք, շատ քչերն են գիտակցում, շատ քչերն են այդ հարցերին անդրադառնում իրենց հարցադրումներով, առավել քչերը պատասխանների մակարդակով։ Այսինքն պետության բուն օրակարգը միջին վիճակագրական հայը մնում է անտեսված իր խնդիրների հետ մնում է մենակ, որը այս պարագայում պետք է լինի պետության խնդիրը, որը պետք է լինի լրագրության խնդիրը։ Ես այս հարցին շատ եմ ուշադրություն դարձնում, միշտ եմ ուշադրություն դարձնում, որովհետև այնուամենայնիվ ես ինձ տարբեր փոփոխությունների մեջ ու փոփոխություններից հետո համարում եմ լրագրող։ Ու ինձ համար լրագրության այս մարդուն անտեսելու այս վիճակը անընդունելի է։ Ես ուզում եմ
գուցե համատեղ հիմա փորձենք հասկանալ, ոնց պետք է անենք, որ մարդու կենսական խնդիրները, պետության կենսական խնդիրները կարողանանք լրահոսի top տասնյակ բերել։ Մենք ցավոք սրտի չունենք արհեստավար լրագրություն։ Մեր լրագրության մակարդակը գնալով անկում է ապրում եւ երջանիկ բացառություններ եթե մի կողմ դնենք, մենք ուղղակի չունենք պրոֆեսիոնալիզմ լրագրության մեջ։ Դա վերաբերում է ընդ որում ոչ միայն այն ոլորտներին լրագրության, որը որ ընդհանրապես դատարկ է։ Մենք տնտեսական լրագրություն չունենք։ Կներեք, տնտեսությունն է զարգանում, բայց գոնե առաջ մի հատ կար բան Ձելավեր էքսպրես, որը ինչ որ տնտեսական մասնագետների, փորձագետների, լրագրողների դեսից դենից էլի ոչինչ, քչից շատից նորմալ լրագրողներ հավաքել էր եւ կարողանում էին վերլուծել տնտեսության իրավիճակը։ Ես հաճույքով միշտ առնում էի, բայց նույնիսկ այդ թերթը չկարողացավ ուղղակի ջրի երեսին մնալ, որովհետեւ գնահատող չեղավ, ֆինանսավորող չեղավ, աջակցող չեղավ, փակվեցին։ Ասեն դա գիտակցություն չունենք, որ դա անհրաժեշտություն է։ Այո, պետք է նույն այդ փակվեց դեռ, չգիտեմ, մինչև հեղափոխությունը ենթադրում եմ փակվեց, բայց կապ չունի, ուզում ասեմ, այդ տնտեսական լրագրությունը առանցքայիններից մեկն է, բայց միայն դա չի, բա կրթական լրագրությունը, բա մշակութային լրագրությունը, բա գիտական լրագրությունը։ New York Times-ը բացում ես, ամեն մի ոլորտ իր edge ունի եւ բոլորը պրոֆեսիոնալիզմ եւ ոչ միայն նորմալ արտասահմանյան թերթը, նույնիսկ ռուսական մամուլում դա կա, ու հասկանալի է մեծ է շուկան եւ այլն, բայց լավ, մեր մոտ եթե մեծ չի շուկան, ուրեմն պետք է հովանավորություն լինի, աջակցություն լինի, պետությունը ինչ որ մեխանիզմներ պետք է ստեղծի, որ չազդելով լրագրողների անկախության վրա, որ այնպես չլինի, որ պետությունը ֆինանսավորի։ Հենց կարևորը պետությունը ֆինանսավորի, այնպես չլինի, որ իշխանությունը դա ֆինանսավորի եւ համարի, որ դա կուսակցական ֆինանսավորում է, դա վտանգավոր է։ Բայց եթե օրենքով ֆինանսավորվեն նման լրագրողները, նման թերթերը, նման լրատվամիջոցները, գոնե ինչ որ մոտիվացիա կլինի, որ նաև այն երիտասարդները, որոնք կարող են լավ երիտասարդները, որակյալ պրոֆեսիոնալ կարող են դառնալ։ Ասում դա միայն լրագրողների խնդիրն է։ Հեսա ավարտեմ միտքս։ Այն լրագրողները պրոֆեսիոնալները, որ կարող են դառնալ, բայց թողնում գնում են ուրիշ ոլորտներ, իրենք մնան ոլորտում եւ հակառակը։ Այն մարդիկ, այն անբանները, որոնք որ տեսնում են ըստ ուղակի մի երկու կոպեկ ստեղից ընդեղից փախցնելու ձև, որ գան բամբասանքով զբաղվելով, սրա նրա վրա ցեխ շպրտելով, գնան դրան հոնորարներ ստանան դրա դիմաց, այդ դրանցից մաքրվի։ Դա նաև պահանջարկի հարց է, իհարկե հասարակական մթնոլորտի, հասարակական պահանջարկի հարց է, որը բա ով պետք է դաստիարակի այդ պահանջարկը։ Էլի գալիս ենք լրագրողներին եւ փորձագետներին։ Հիմա մենք մեր մասով բոլոր փորձագետների անունից չեմ կարող խոսալ, բայց շատերը փորձում են այդ բարձր նշանցողը սահմանել, պահանջարկը ձևավորել, բայց ցավոք սրտի դեռ տեղի չի ունենում, շատ դանդաղի եւ այդ լրագրությունը սարքել են բամբասանքի իրար վրա ցեխ շպրտելու սկանդալների դեղի մամուլ, այո, շատ ճիշտ բնորոշում է։ Հիմա մենք ունենք դեղին մամուլ, մեծամասամբ, հա, էլ եմ ասում, մի քանի երջանիկ բացառություններ անած։ Անցնենք բլիցին։ Համեցեք։ Ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում ձեր գնահատականով։ Մենք հասարակ ժողովուրդ ենք, ժողովրդին է չէ վերաբերում մենքը, որը որ մյուս բոլոր ժողովուրդների պես փորձում է իր դերը, իր տեղը այս աշխարհում գտնել, ֆիքսել եւ զարգանալ եւ ապրել նորմալ կյանքով, չմոռանալով որ ինչ որ էթնիկ պատկանելիությունից բացի մենք նաեւ մարդ ենք, սովորական մարդիկ ենք եւ այդքանով էլ ընդհանրական ենք բոլորս իրար հետ։ Մենք էլ հարևան երկրների ժողովուրդներն էլ իրենց առօրյա հոգսերով, բայց նաև իրենց խորը, ուրեմն պատկերացումներով, մտորումներով, այդ ամեն ինչը իհարկե մեզ ընդհանրացնում է եւ գուցե ժամանակն է եկել, որ դրա վրա ավելի շատ շեշտադրում արվի եւ իրականում պոստմոդեռնը դրան մղում է մեզ։ Շատ չեմ ուզում խորանալ, քանի որ բլից է։ Բլից։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Ադամին։ Հարցնեի չես ձանձրանում ստերսած մենակ Ադամին, չէ՞, ժամանակ դեռ քանի դեռ Եվան չկար։ Դուք ընտրեք ժամանակ ձեր Ադամն է։ Եթե միայն Ադամին նկատի ունեք, ուրեմն եթե Եվան լիներ, պետքա Եվային էլ մի բան հարցնեի, որտեվ այլապես դա կլիներ սեգրեգացիա եւ խտրականություն։ Դե մենակ մարդը ինչ պետք է հարցնեի, պետք է հարցնեի ո՞նց ես յոլա գնում մենակ, չէ՞, ձանձրանում, ոնց կենթանիների մեջ առանց զուգընկերոջ, առանց մարդկանց ում հետ կարող ես շփվել, բայց դա էլ է, էլի տարօրինակ ասենք լավ, հետո Ադամը որ երեխեք ունեցավ,
Եվ այդ Ես կարծում եի կարծնեիք ինչու լսեցիր Եվային ու կերար արգելված պտուղը։ Չէ, ես ինձ թույլ չէի տա այդպես հարց տալ։ Մարդը ինքնուրույն է կողմնորոշվում եւ որոշումներ կայացնում եւ հարցել չի, հարցը վատ արեց թե լավ։ Բա այդ ինչի համար էր բա այդ իմաստնությունը։ Բա իմաստնությունը նրա համար էր, որ մարդիկ ավելի բանական լինել, չէ՞։ Այդ շատ տարօրինակ այդ բարդ խոսակցություն է իմիջիալոց, շատ բարդ խոսակցություն է, կրոնի արմատներին հարվածող խոսակցություն է, որտեղ ինչ արժանակում արգելել մարդուն օգտվել իմաստնության եւ կյանքի եւ դնել դրախտի կենտրոնում։ Հա, հետ չէ, դնելուց բացի, ինչի պետք է արգելես։ Այսինքն ուզում ես անբան մնա, առանց բանականության մնա, կենթանուպես մնա մարդը, այդ ինչ աստվածա, որ այդպեսի ուրեմն որոշում է կայացրել։ Բարդ խոսակցություն է, բայց այդ իմաստով միակ հարցս կլներ Ադամ ջան, ոնց ես յոլակնում ստե մենակ։ Լավ, այդ պարագայում մի քիչ ավելի Ադամից առաջ գանք։ Ձեր գնահատականով ինչու Հուլիոս Կեսարը հաղթեց բոլորին, պարտվեց իր Հռոմում, սենատում սպանվեց։ Շատ բարձ հարց եք տալիս, դա բլիցի հարց չի, դա մի առանձին հաղորդման հարց է։ Ես այդպեսին եմ։ Դե որովհետև երբ որ դու թշնամուն տեսնում ես եւ զորքը ենթարկվում է քեզ այդ թշնամուն ջախջախելու գործում, քեզ մնում է միայն տեխնիկա եւ հմտություններ։ Եկա տեսա հաղթեցի։ Այո, տեխնիկա եւ հմտություններ եւ քաջություն իհարկե, որը ուներ Հուլիոս Կեսարը։ Էլի շատ արժանինքներ ուներ, լայնախոհություն եւ այլն, շատ բաներ, շատ արժանինքներ ուներ, գիտելիքներ։ Բայց երբ որ դու չգիտես թշնամին ով է եւ թշնամիները քո կողքին են, բայց դու մտածում ես, որ դա բարեկամներ են, այդ ժամանակ անկախ նրանից ես հիմա չեմ քննում թե ինչի իրեն սպանեցին, որովհետև ինքը ամեն դեպքում դիկտատուրա էր ուզում ձևավորել, իսկ իրեն սպանողները ավելի այսպես հանրապետական բաների, կարգերի կողմնակիցներ էին, մեկն էլ Բրուտոսը այդպեսին դարձավ, բայց համենայն դեպս դա դավաճանաբար իրեն սպանեցին։ Բլից չլիներ դες միլիոն առարկություն կներկայացնեի, բայց ստիպված եմ ասնել նրանից որ բլիցա եւ կպլստամ։ Ստիպված եմ անցնել հաջորդ հարցին Հայաստանի 3 անհետաձգելի խնդիրները ձեր գնահատականով։ Առաջինը կրթական ցենզի բարձրացումն է, դա շատ օրախնդիր է բոլոր ոլորտներում, լրագրությունից խոսեցինք, բայց այդ բոլոր ոլորտներին վերաբերում է։ Կրթված պետք է լինեն ավելի չինովնիկները, պաշտոնյաները, լրագրողները, փորձագետները։ Ես օրինակ անդադ այդ ինքնակրթությամբ զբաղվում եմ ու էլի զգում եմ, որ ինչ որ իմաստով դեռ լիարժեք բաներ կան, ոլորտներ կան, որ շատ հեռու եմ լիարժեք պատկերացումներ ունենալուց, հա, պետք է անկեղծորեն խոստովանեմ, որովհետև ցավոք սրտի այնքան շատ են այն ոլորտները, որում դու պետք տեսնում ես կարիքը, որ պետք է խորանալ, հասկանալ, մանավանդ նաև հետո ներկայացնել հասարակությանը, որ ֆիզիկապես էլ հնարավոր չէ այդ բոլոր ոլորտները ծածկել այնպես, որ դու քեզ համարես պրոֆեսիոնալ, փորձագետ, մասնագետ այդ բոլոր ոլորտների, հա։ Նու բոլոր չէ, այն հիմնական ոլորտների, որ պետք են։ Առաջինը կրթությունն է։ Բոլորի համար, բոլորի ծնողների համար, որ նաև ճիշտ կրթեն երեխաներին, ուսուցիչների համար, որ իրենք կրթվեն, բարձր կրթություն ունենան, որ երեխեքին ճիշտ կրթեն։ Երկրորդը անվտանգությունն է, որ էլի իհարկե կապված է կրթության հետ, բայց այդ անվտանգությունը կապված է երրորդի հետ, որը որ մեր գիտակցության հետ է կապված, որը էլի կապված է կրթության հետ։ Գիտակցությունը մեր պատկերացումները, մեր շրջապատի մասին, ինքներս մեր մասին, այդ առաջի հարցը որ տվեցիք, մի առանձին հաղորդում էլ դա է, որտեղից են գալիս ով ենք եւ ուր են գնում, այդ դա եթե բացվի եւ վերաժևորումներ մտցվի, իսկ ավելի լավ շատ դեպքերում դեկոնստրուկցիա արվի, ոնց որ Դերիդան էր հորդորում, շատ ավելի լուրջ բաների կարող ենք հասնել, գիտակցության մակարդակը որոշում է ամեն ինչ։ Ուղղակի այդ գիտակցության հասնելու համար պետք է այդ կրթությունը, եւ երբ որ մենք ունենանք այդ գիտակցությունը, երբ որ այնպիսի գիտակցություն ունենանք, որ մեր հետ բոլոր ուզենան շփվեն, մեզանից բոլոր ուզենան սովորեն, հա, այդ թվում շրջապատը, մեր երկրի մաս ուզենան շատերը դառնան, գան իրենց տարածքներով, իրենց ամեն ինչով դառնան օրինակ Հայաստանի մի նահանգ։ Այդպիսի գիտակցություն ունեցող հանրույթ եթե այստեղ լինի, պատկերացնում եք, ոչ թե մարդիկ հարևանները եւ մնացածը վտանգ զգան, այլ հակառակը զգան, դա իմաստնության ինչ որ աղբյուր է, գիտակցության, այդ լուսավորության մի հատ աղբյուր է, որին պետք է առնչակցվել, կպնել, միանալ, հա, այդ կլինի, հենց այդ ինչ որ մեզ պակասում է, հա, այնպես որ կրթություն,
որից գալու է գիտակցությունը, իսկ անվտանգությունը կդառնա անցյալ, բայց իհարկե այսօր մեր օրախնդիր հարցերն 3 հարցերից մեկն է անվտանգությունը, այն երկվա։ Ինչ է երբեք եւ որևէ մեկին չեք ների։ Չեմ ների։ Չեմ կարծում, որ այդպեսի բան կա, որ կարող է երբեք որևէ մեկին չներեմ։ Ինչ նկատի ունեմ, դա նկատի ունեմ, որ ամենաթողության կողմնակից եմ եւ ով ինչ ուզում է թող անի, մեկ է ներելու եմ, չէ, շատ դեպքերում իհարկե կոնկրետ ինչ որ հանգամանքներում, կոնկրետ ինչ որ գործողությունների կարիք կա հակադարձել, երբեմն նաեւ պատժել, բայց ներելը ուրիշ բան է, ասենք մի բան է, որ եթե վատ բան է անում, պետք է պատժես, հանցագործին պետք է բերդ նստացնես, հա, բայց ներելը դա մարդկային, այսպես հոգևոր ավելի շատ ոլորտին վերաբերող հարց է եւ նույնիսկ հանցագործին, այո, եթե ինքը ուրեմն իր պատիժը ստանում է կամ նույնիսկ եթե չի ստանում, մենք ձգտում ենք, որ եթե չի ստանում, ձգտում ենք, որ պատժենք իրեն, բայց ներելը մարդկային հարց է, էլի, բոլորս էլ սխալական ենք եւ այդ առումով նկատի ունեմ, որ չկա այդպիսի բան, որ չներեմ։ Դուք համակներով ամտություն եք։ Ես ուղղակի այդքան շատ չեմ բարձր գնահատում ոչ ինձ, ոչ շրջապատին, որ համարեմ, որ այնպեսի, գիտեք, եթե մեկը սուրբ լինի, ասենք, կամ մեկը ուղղակի իմ իդեալը լինի, ինքը ինչ որ մի վատ բան անի, կարող է չներեմ, բայց այդպեսի մարդ չկա ուղղակի։ Այդ է խնդրեմը։ Հենց որ հասնենք նրան, որ կլինենք իդեալական բոլորս, այդ ժամանակ սկսենք մտածել իրար ներել թե չներել, բայց հակառակը այն ժամանակ էլ առավել եւս ուրեմն իրար կներենք ու առավել եւս այնպիսի բաներ չենք անի իրար հանդեպ, որ հետո էլ ներելու կարիք լինի։ Ես էլ պետք է հարց տամ, ես չգիտեմ, որ հարցեր պետք է տամ։ Այդ շատ դժվար է։ Հարց տալ շատ ավելի բարդ է, քան հարցերին պատասխանել այդ իմաստով։ Այո, ինչ որ իմաստով, այո։ Ինչ կուզեիք դուք, որ ձեր հրավիրված փորձագետները կամ հասարակական գործիչները իրենց մեջ փոխեն։ Ինչն է ձեզ անհանգստացնում իրենց մեջ, ընդհանրական ինչ որ մի թերություն, որը տեսնում եք նրանց մեջ։ Փոխել ոչինչ չեմ ուզում, որովհետև ես հրավիրում եմ այն մարդկանց, որոնց չեմ ուզում փոխել։ Ես ուզում եմ նրանց հետ ունենալ փոխ ըմբռնում։ Շնորհակալություն։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Սիրելի ունկնդիրներ, այսօր հենման կետում Հովսեփ Խուրշուդյանն էր։ Եվ իհարկե դուք էլ համոզվեցիք, որ Հովսեփ Խուրշուդյանի հետ ես կարող եմ խոսել մինչև դարավերջ։ Շնորհակալ եմ։ Լայքեք, տարածեք, բաժանորդագրվեք։ Հենման կետը ձեր հենման կետն է։ Բարին ընդ ձեզ։